Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ մենք շարունակում ենք զրուցել գինիների տեսակների, գինեգործության եւ նորությունների մասին այս ոլորտում։ Եվ այս պահին մեր տաղավարումը Իրենա Քալանթարյանը, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատողը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Ո՞նց եք։ Լավ, շնորհակալություն, դուք ինչպես եք։ Շատ լավ, որովհետև ես քիչ առաջ էլ ասեցի, ձեր մասնագիտությունն է, որը փոքր ժամանակ ինձ հատկապես շատ հետաքրքիր է եղել, որտեղ հայտնաբերել, գտնել, այս ամենը պեղել, սա շատ մանրակրկիտ աշխատանք է պահանջում։ Ինչի՞ չգնացիք Դաշնամուրի, այլ գնացիք այս բաժին։ Երևի թե ընտանեկան էր։ Հայրիկն էլ էր նագետ եւ այդպես մանկությունից արդեն կար հետաքրքրությունը։ Ինձ թվում է մեր բնակչության մեծ մասը շատ հետաքրքրված է, որ ասում ես ես հնագետ եմ, անմիջապես օ ինչ հետաքրքիր է, մենք տեղ ենք անենք եւ այլ եւ այլ։ Ասենք հա շատ հետաքրքիր է, բայց մասնագետի համար դա նաեւ շատ բարդ է։ Չափազանց բարդ է։ Իսկ ինչն եք ամենաշատը սիրում ձեր մասնագիտության մեջ։ Երևի թե արդյունքները ոնց որ մնացած բոլոր տեղերում, երբ որ դու ինչ-որ հետաքրքիր բան ես ունենում, այսպես պահում ենք, որ հետո ներկայացնենք, այսպես գովանք։ Վերջին ձեր գտած այդ հետաքրքիր հին փաստերից եւ նմուշներից ցուցադրվեց գինու օրերի հետ կապված Իջևանի գինու գործանի տաղավարում։ Ինձ հետաքրքիր ամեն անգամ, երբ ինչ-որ նոր բան եք գտնում, ինչ է սա ձեզ համար, ինչպես եք կարողանում պարզել նրա հնության աստիճանը, դա ոնց է արվում։ Դե գիտեք, դա շատ զուտ մասնագիտական մանրուքներ են, այսպես չծանրաբեռնեմ ուղղակի մեր Ուղղակի հասանելի լեզվով մեզ, օրինակ, եթե ինչ-որ բան տեսնեք, կարող եք դիտող մարդկանց տեսեք։ Հա, իհարկե, ասենք մասնագիտական առումով արդեն այնքան հմուտ ենք, որ երբ տեսնում ենք, կարողանում ենք մոտավորապես հասկանալ, թե որ դարաշրջանին է պատկանում։ Իհարկե, կարևորագույն դեպքերի ժամանակ մենք դիմում ենք ռադիոկարբոնային անալիզներին, որոնք արդեն բացահայտ եւ ճշգրտորեն, հա, այսպես 50-ից 90 տարի ճշգրտությամբ ասում են տարիքը գտածոյի։ Այն ինչ որ ներկայացված էր այս վերջերս հենց Իջևանի գինու գործանի տաղավարում, որ դարաշրջանի են, ինչ էր այդ ամենը։ Դե մենք ամբողջ մեր հուշարձանն ենք ներկայացրել իր պոտենցիալը, այսպես ասած, այնտեղ մենք ունենք սկսած միջնադարից վերջացրած վերին պալեոլիթով նմուշներ։ Փորձում ենք հետաքրքրել, որտեվ պատկերացրեք, որ մեծ հետաքրքրություն է առաջացնում եւ մարդիկ անընդհատ գալիս են, հարցեր են տալիս եւ պատկերացրեք երևի թե այնտեղ ամենահետաքրքրական նմուշը դա հենց խաղողի կորիզներն են, որոնք հին են։ Դրանցից ամեն մեկը մոտ 6000 տարեկան է։ Լուրջ։ Այո։ Իսկ ինչպես է պահպանվել այդ դեպքում։ Ածխացած են։ Ածխացած լինելու պատճառով են պահպանված լավ։ Ահա, իսկ ամենահին իրը, որ գտել եք ձեր գործունեության ընթացքում, քանի տարվա է եղել եւ ինչն էր դա։ Կհիշեք։ Դժվար է ասել այդպես, բայց եթե մենք հիմա գետահովիտի մասին խոսենք, ապա ամենավաղ գտածոները կարող ենք թվագրել 25-ից 26000 նույնչափ։ Լուրջ։ Այո։ Ամենահին բանը, որ ես կարող եմ գտնել, դա երևի թե շապիկս է, որ ինչ-որ այնտեղ գցած է եղել մի քանի օր մոռացել եմ։ Սովետական կոպեկներ օրինակ, հա։ Եվ գտել եմ։ Իսկ դուք ինքներդ համարում եք ձեզ կոլեկցիոներ այս դեպքում, որովհետև շատ անգամ, երբ որ ինչ-որ մասնագիտությունը վերածվում է հոբբի եւ նախասիրության։ Բացարձակապես։ Ցանկություն չի եղել պահել ձեզ ինչ-որ գտել։ Չէ, ինչ եք ասում։ Մենք մեր մոտ այսպես խորը գիտակցում կա, որ սա մեր պետությունն է։ Մենք սա պետքա ժառանգենք։ Մեր ժողովրդին։ Բացարձակապես, չէ, իսկապես մեր մտքով երբեք իմ մտքով ամենայն դեպս երբեք չի անցնում։ Ու ես միշտ ասում եմ, չի կարելի նման բաներ անել, մի դուրս բերեք մեր մշակույթի արժեքները Հայաստանից։ Գոնե թե թողեք թող մնա մեր մոտ, էլի։ Իսկ կա ինչ-որ բան, որի փնտրտուքի ուսումնասիրություններով եք հիմա զբաղված կամ երկար ժամանակ եք դեռ գալիս։ Շատ երկար ժամանակ մենք ուսումնասիրում ենք հենց գետահովտի քարայրը։ Եվ հիմա էլ այս պահին շարունակվելու են աշխատանքները, որովհետև ակնկալում ենք շատ ավելի վաղ շերտեր, քան իմ հետ ասած վերին պալեոլիթյան շերտերն էին։ Շատ հնարավոր է, որ դրանից ավելի վաղ ինչ-որ բաներ դուրս գան մեր մոտ, էլի գտածոներ կամ բնակության հետքեր ունենանք։
Իսկ մեր լեռնաշխարհում ներողություն ավելի շատ ըստ ձեզ որպես մասնագետ, որտեղ է ավելի այն հին իրերը, որոնք դեռ մինչև այսօր դեռ բացահայտված չեն, աշխարհագրական դիրքից ելնելով։ Իսկ թվում է համատարած կարող ենք։ Ցավոք։ Իսկ Երևանի տարածաշրջանում Ամենուրեք, պարզապես Արարատյան։ Հա, փորձեք, իսկ թվում է հաստատ ինչ-որ բան դուրս կգա, ամեն դեպքում միջնադար կգտնեք։ Ուշ միջնադար, հաստատ կարող եմ ասել, որտեվ տեսեք, անգամ մեր շինարարության հետ կապված, հա, մեր նոր շենքերը երբ որ սարքում են, իրանց հիմքերում շատ դեպքերում նաև ուշ միջնադարան որոշակի բաներ կարելի է տեսնել։ Մնացորդներ, նյութեր։ Հետաքրքիր է։ Եվ վերադառնալով փառատոնին, ինձ հետաքրքիր է դուք անձամբ մասնակցում եք, հետաքրքրություն ունեք փառատոնների հետ, հենց հատկապես գինու փառատոնի նկատմամբ եւ ինչ հետադարձ կապեր եղան այն արժեքավոր իրի նկատմամբ, որը ներկայացված էր գինու փառատոնին։ Գիտեք, ներկայացնում ենք, որտեվ կապ ենք տեսնում մեր հուշարձանի իր հետ կապված աշխատանքների եւ Իջևանի գինու գործարանի մեջ, որովհետեւ ժամանակին այդպես ստացվեց, որ մենք շատ խնդրեցինք մեզ օգնել եւ գործարանը իդեմս պարոն Եղիազյանը շատ ճիշտ գնահատեց իրավիճակը եւ այսպես հայրենասիրաբար կարող եմ ասել, հա։ Եվ հիմա սա ցուցադրվում է այն բանի համար, որպեսզի մարդիկ կարողանան տեսնել, թե մենք ինչ մշակութային արժեքներ ունենք եւ խոսքը մասնավորապես գնում է խաղի կորիզների հետ կապված։ Ես շատ կուզենամ ասել, որ կենսաչափական, ձևաբանական, կազմաբանական առումով իրանց հատկանիշներով այս երկու կորիզները պատկանում են խաղի, ցեղի, վայրի տեսակին։ Դա Վիծիս Սիլվեստրիսն է, սակայն ժամանակակից որակմամբ մենք կարող ենք ասել, որ դա Մշակովի խաղի, վայրի նախնին է հանդիսանում Վիծիս Վինիֆերա Սիլվեստրիսը։ Եվ ինչով է սա հետաքրքիր, որտեղ մենք Հայաստանում ունենք ընդամենը 3 շատ վաղ հուշարձան, որտեղից գտնվել են խաղի կորիզներ։ Եվ Գետահովիտը դրանց մեջ երկրորդն է հաստորեն։ Նա շատ ավելի տարիքով մեծ է, խոսքը գնում է կորիզների մասին, նրանք ավելի մեծ են տարիքով, քան Արենի, ասենք, քարայրից գտնված նմուշները։ Ճիշտ է, մեր շատ քիչ է եւ բայց ամեն դեպքում մենք համարում ենք, որ ունենք այդ իրավունքը հայտարարելու, որ քարայրում ապրող մարդիկ կամ այնտեղ կայանած ժամանակավոր կայանած մարդիկ շատ լավ ճանաչել են, թե ինչ բան է խաղողը եւ օգտագործել են իրենց դիետայում։ Ինչն է ավելի շատ հետաքրքրում զբոսաշրջիկին, երբ գալիս է Հայաստան եւ փորձում է հետաքրքրությունն ուղղել դեպի հենց այս կողմը, հնագիտությունը, որ իրերն են ավելի հետաքրքիր, կենցաղային, թե ավելի զինվորական իրերը, որոնք գտնվել են, որոնք են ավելի մեծ հետաքրքրություն վայելում մեր պատմության մեջ եւ մեր գտածոներին։ Գիտեք, ըստ ինձ, երևի թե բոլոր հուշարձաններն էլ հետաքրքրական են եւ երբ որ այցելում են, այստեղ երկու բան կա, հա, մեկը դրանք պահպանված մշակութային կոթողներն են, ասենք մեր եկեղեցիներ, ամրոցները եւ այլ, իսկ կան նաև հուշարձաններ, որտեղ ասենք թե պեղումների ընթացքը կարող են տեսնել, կարող են մասնակից լինել։ Դրանք էլ են հետաքրքիր։ Ես երբ որ մարդը ինքը իր ձեռքով հողի տակից ինչ որ բան է դուրս բերում, որը հետագայում կընկնի թանգարան, դա ինձ թվում է այդպես մեծ բան կարող առաջացնել, էնտուզիազմ իրանց մոտ։ Այդպես հատուկ ինչ-որ բաներ չկան, որոնցով հետաքրքրված են։ Ինձ թվում է ամեն ինչն էլ հետաքրքրում է, մանավանդ երբ որ իմանում են, թե ինչքան վաղ է դրանց պատմությունը։ Իսկ հաճախ եք լսում հետևյալ հարցը երեխաների կողմից. «Մամ, ուր են իրերս, չեմ կարողանում գտնել»։ Ու ինչ խորհուրդ եք տալիս բոլոր նրանց, ովքեր փնտրում են։ Պեղեն։ Լավ պեղեն կգտնեն։ Լավ պեղեն կգտնեն։ Իդեպ փոքրիկները շատ իմիջիայլոց հետաքրքրված են, գիտեք, չէ՞, մենք մեր պլաններում կա հնագիտական դպրոցի այսպես մանկական տարբերակի բացում։ Շատ ավելի լավ, առավելևս մենք հենց Եվ շատ անհամբեր հարցնում են, երբ եք անելու, ոնց եք անելու, բան գամ, քանենք, անպայման պեղենք, քանդենք, հավատենց, ոգևորված։ Իսկ դոմա շատ շուտով կփորձենք ձեռնարկել։
տեսնենք կհաջողվի թե ոչ։ Շնորհակալ ենք, որ այս առավոտ մեր հյուրն եք եւ Ես եմ շնորհակալ շատ։ համոզված ենք, որ արտահայտությունը ով փնտրում է նա գտնում է, արդիական է ձեր մասնագիտության մեջ եւ ոչ միայն։ Հա, ես կարող եմ մի բան ավելացնել, որ շատ մեծ սիրով կուզենամ բոլորին հրավիրել Իջևան, որտեղ գինու գործանի տարածքում շատ շուտով մենք կունենանք թանգարան եւ թանգարանում կներկայացվի իհարկե առաջին հերթին Գետավիթ երկու քարայրի նմուշները եւ ոչ միայն։ Այնպես որ սպասում ենք բոլորին սիրով այդտեղ։ Յանարե, շնորհակալ ենք ձեզ։ Ես եմ շնորհակալ շատ։ Դե Հիմա կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք։